Հայկական արմատներով ֆրանսիացին հայ գոլեգաներին խոստովանում է, փաստաբան դարձավ, որպեսզի իր հայրենակիցներին օգնի վերականգնել պատմական արդարությունն ու Թուրքիային ստիպի ճանաչել 1915-ի ծանրությունը։ Պապիկս զոհվել է 1915-ին ու 32 տարի առաջ ես որոշեցի փաստաբան դառնալ հայրին օգնելու համար։ Հիմա կարծես թե այդ ճանապարհին ենք։ Մնում է միայն Բարակ Օբաման կատարի իր խոստումն ու Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը։ Ֆրանսահայ փաստաբանի հետ Հայաստան են եկել եւս 30-ը, հայերի հետ նրանց գործակցությունը երկար պատմություն ունի։ Արդյունավետ աշխատանքի համար էլ ֆրանսիացի գործընկերները պարգևատրվեցին հուշամեդալով, պատվոգրով ու դարձան փաստաբանների պալատի պատվավոր անդամ։ Փարիզի փաստաբանական խորհրդի առաջին կին ներկայացուցիչն էլ նվիրեց իրավունքների ու օրենքի մասին իր գիրքը։ Հայաստանում վերջին տարիներին փաստաբանական ծառայությունը զարգանում է, կարծում են հյուրերը։ Արդարադատության նախարարն էլ համոզված է, պալատն իրեն արդարացնում է։ Լավագույն ապացույցը դպրոցն է։ Կուզեի արձանագրել փաստաբանական դպրոցի կայացումը, որը բավականին լուրջ ինստիտուցիոնալ կառույց է փաստաբանական համայնքում։ Հաշվի առնելով բնակչության թիվը Հայաստանում կարող է գործել մինչև 5000 փաստաբան, մինչդեռ արտոնագրված 1511 մասնագետ կա։ Նրանց շարքերը համալրեցին եւս 55-ը։ Փաստաբանական դպրոցի շրջանավարտներն են խորհրդի միաձայն քվեարկությունից հետո երթվում են պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու օրինական իրավունքները ու գործել միմիայն օրենքով։ Երթումից հետո կստանան գործունեությունը հաստատող վկայականը։ Փաստաբանական դպրոցում իրենք առիթ են ունեցել նաև հմուտ դասընթացավարների միջոցով ծանոթանալ փաստաբանական գործունեության առնչվող այն խորթուբորդ խնդիրներին, դրա հետ կապված որոշակի լուծումներ գտնել, ամենակարևորը ծանոթանալ մեր վարքագծի էթիկայի կանոններին։ Փաստաբանական դպրոցը տարեկան 120 շրջանավարտ է ունենում։ Արդարադատության նախարարը վստահեցնում է, պետությունը նրանց կողքին է։ Ապացույցը կլինի հուշագիրը, որով կգործակցեն նախարարությունն ու փաստաբանների պալատը։ Այդա Կարապետյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։